Python-ի ֆունկցիաները։ Ֆունկցիան դա կազմակերպված կոդի բլոկ է, որը կարող է օգտագործվել բազմակի անգամ և որը կատարվում է ծրագրի տրամաբանության մի կտոր։ Ֆունկցիաները հնարավորություն են տալիս գրել ավելի մոդուլացված ծրագրեր, ապահովել կոդի բազմակի օգտագործման հնարավորություն։ Ինչպես գիտենք, Python-ը հնարավորություն է տալիս օգտվել ներկառուցված ֆունկցիաներից, ինչպիսին է print ֆունկցիան, սակայն մենք կարող ենք ստեղծել նաև մեր սեփական ֆունկցիաները։ Ֆունկցիայի սահմանումը։ Մենք կարող ենք սահմանել ֆունկցիաներ անհրաժեշտ ֆունկցիոնալությամբ։ Ահա մի քանի պարզ կանոններ։ Python-ում ֆունկցիաներ սահմանելու համար։ Ֆունկցիայի բլոկը սկսվում է def բանալի բառով, որը գրվում է ֆունկցիայի անունը, այնուհետև փակագծերը։ Ֆունկցիայի ներմուծման արգումենտները, եթե նրանք կան, գրվում են այդ փակագծերի մեջ։ Մենք կարող ենք սահմանել պարամետրեր հենց փակագծերի մեջ։ Ֆունկցիայի մեջ առաջին օպերատորը պայմանական է։ Կարող է լինել, կարող է ոչ։ Դա ֆունկցիայի նկարագրության տողն է։ Ֆունկցիայի մարմինը սկսվում է երկու կետից հետո, և յուրաքանչյուր տողի պարունակությունը պետք է ներս ընկած լինի միևնույն բացատանիշերի քանակով։ Return օպերատորի միջոցով դուրս են գալիս ֆունկցիայից։ Եթե անհրաժեշտ է, որ ֆունկցիան վերադարձնի ինչ-որ արտահայտություն, ապա return օպերատորից հետո գրում ենք այդ արտահայտությունը։ Առանց արգումենտի return-ը համարժեք է return none-ին։ Ֆունկցիայի ուղղագրությունը։ Տեսնում եք այստեղ սկսվում է def բառով, գրվում է ֆունկցիայի անվանումը և պարամետրերի ցուցակը։ Առաջինը ֆունկցիայի բացատրության տողն է, այնուհետև սկսվում է ֆունկցիայի մարմինը։ Վերջում return որևէ արտահայտություն, որը կարող է լինել, կարող է չլինել։ Արգումենտները լռությամբ կարգավորված են և ինչ-որ հաջորդականությամբ, որ սահմանված են, այդ հաջորդականությամբ էլ պետք է կանչել։ Դիտենք փոքրիկ ֆունկցիայի օրինակ։ Այս պարզագույն ֆունկցիայում վերցնում է str պարամետրը, որը որպես ֆունկցիայի արգումենտ, տպում է այդ պարամետրի արժեքը և դուրս է գալիս ֆունկցիայից, վերադարձնում է none, ոչ մի բան այսինքն։ Ֆունկցիայի կանչ։ Ֆունկցիայի սահմանումից հետո կարող ենք կանչել այն, որքան որ անհրաժեշտ է։ Ահա ֆունկցիայի սահմանման և կանչի մի փոքր օրինակ։ Այստեղ մենք սահմանում ենք print me ֆունկցիան, որը տպում է իրեն փոխանցված string-ը և վերադարձնում է ոչինչ։ Այժմ կանչենք այդ ֆունկցիան, նրան փոխանցելով որևէ string։ Աշխատացնելով այս կոդը, կտեսնենք ֆունկցիայի կանչելու օրինակը ինչպես է աշխատում։ Python-ում ֆունկցիայի փոխանցվող բոլոր պարամետրերը փոխանցվում են հղումով։ Դա նշանակում է, որ եթե ֆունկցիայի ներսում փոփոխենք որևէ արժեք, որին հղվում է պարամետրը, ապա այդ փոփոխությունը կանդրադառնա նաև այդ ֆունկցիայից դուրս։ Դիտարկենք այս օրինակը։ Ֆունկցիան որպես արգումենտ ստանում է mylist-ը, և մենք տեսնում ենք, որ mylist-ը փոփոխվում է այս ֆունկցիայի շրջանակներում, նրան ավելանում է 1, 2, 3, 4 լիստը։ Տպում ենք այստեղ mylist-ը, հիմա կանչում ենք ֆունկցիան։ Mylist-ին վերագրել ենք 10, 20, 30, կանչում ենք change me ֆունկցիան փոխանցելով mylist-ը և այնուհետև տպում ենք mylist-ի արժեքը։ Տեսնենք, թե ինչ կստացվի արդյունքում։ Ֆունկցիայի մեջ տպեց mylist-ը և ֆունկցիայից դուրս նորից mylist-ի արժեքը նույնն է, որովհետև իրականում հղումով էր փոխանցված։ Դիտենք մեկ այլ օրինակ։ Այստեղ mylist-ին վերագրվում է։ Արժեքը փոխվում է, այսինքն mylist-ի։ Տպում ենք mylist-ի արժեքը ֆունկցիայի մեջ, հետո դրսում մենք mylist-ը ունենք 10, 20, 30 արժեքներով, կանչում ենք change me ֆունկցիան, փոխանցում ենք mylist-ը և տպում ենք mylist-ի արժեքը դարձյալ։ Այստեղ մի փոքր տարբերություն կա։
Քանի որ մենք MyList-ը պարամետրը ֆունկցիայի ներսում լոկալ է, երբ որ փոխում ենք MyList փոփոխականը ֆունկցիայի ներսում, դա չի անդրադառնում դրսի MyList փոփոխականի վրա։ Հետևաբար արդյունքում մենք ֆունկցիայի մեջ կստանանք 1, 2, 3, 4 արժեքը, իսկ ֆունկցիայից դուրս կմնա նույն արժեքը 10, 20, 30։ Դիտարկենք ևս մի օրինակ։ Սահմանենք change_me function-ը։ Այստեղ MyList-ին վերագրենք նոր արժեք և տպենք MyList-ի արժեքը։ Հիմա կանչենք այս ֆունկցիան և տպենք ֆունկցիայից հետո տպենք նորից MyList-ի արժեքը։ Քանի որ MyList պարամետրը լոկալ էր ֆունկցիայի ներսում, մենք տեսանք նորից սահմանեցինք, փոփոխելով այդ փոփոխականը ֆունկցիայի ներսում, դա չի անդրադառնա դրսի MyList փոփոխականի վրա։ Եվ նրա աշխատանքի արդյունքում մենք կունենանք հետևյալ արդյունքը։ Ֆունկցիայի արգումենտներ։ Ֆունկցիան կանչվում է հետևյալ տիպի արգումենտների փոխանցումով. պահանջվող արգումենտներ, բանալի բառով արգումենտներ, լռությամբ արգումենտներ և փոփոխականի երկարությունից կախված արգումենտներ։ Պահանջվող արգումենտներ։ Պահանջվող արգումենտները դրանք այն արգումենտներն են, որոնք փոխանցում ենք ֆունկցիային ճիշտ հերթականությամբ։ Այստեղ արգումենտների քանակը ֆունկցիայի կանչի ժամանակ պետք է ճշտորեն համընկնի արգումենտների քանակի հետ ֆունկցիայի սահմանման մեջ։ Հետևյալ օրինակում անհրաժեշտ է փոխանցել 1 արգումենտ, այլապես կստանանք ուղղագրական սխալի մասին հաղորդագրություն։ Տեսնում ենք print_me ֆունկցիան, որը ունի մի արգումենտ, հետո նրա կանչը, երբ որ մենք նրան ոչ մի արգումենտ չենք փոխանցում։ Աշխատացնենք և տեսնենք սխալի հաղորդագրությունը։ Բանալի բառով արգումենտներ։ Բանալի բառով արգումենտները կապված են ֆունկցիաների կանչերի հետ։ Երբ օգտագործում ենք բանալի բառով արգումենտներ, ինտերպրետատորը բանալի բառի պարամետրի անունից հասկանում է, թե որ արգումենտին է փոխանցված բանալի բառով արգումենտի արժեքը։ Այսպիսով այն թույլ է տալիս շրջանցել արգումենտները կամ տեղադրել դրանք առանց կարգը պահպանելու։ Դիտենք օրինակը։ Ունենք print_me str արգումենտով ֆունկցիան։ Այժմ կանչում ենք այդ ֆունկցիան։ Մենք տեսնում ենք, որ մենք այստեղ բացահայտորեն գրել ենք, որ str-ին վերագրել myString։ Այժմ աշխատացնելով մենք կունենանք արդյունքը myString։ Այս օրինակը տալիս է ավելի հստակ պատկերացում։ Ուշադրություն դարձնենք, որ պարամետրերի կարգը էական չէ։ Այստեղ ունենք արդեն մեկից ավել արգումենտներ։ Print_info-ն ունի name և age արգումենտները և դրանք տպում է ֆունկցիայի մարմնում։ Այժմ կանչենք այն։ Մենք տեսնում ենք, որ այստեղ մենք կարգը խախտել ենք, սակայն հստակ նշել ենք բանալի բառով, age-ը 50, name-ը Միկի։ Եվ աշխատացնելով այս ծրագիրը, արդյունքում կունենանք ճիշտ արժեք։ Լռությամբ արգումենտներ։ Լռությամբ արգումենտը դա այն արգումենտն է, որին վերագրվում է լռությամբ արժեք, եթե ֆունկցիայի կանչի մեջ ուրիշ արժեք փոխանցված չէ։ Ինչպես հետևյալ օրինակում։ Ունենք print_info name փոփոխականը և age-ը լռությամբ 35 արժեքն է ընդունում։ Եվ դրանք տպում է ֆունկցիայի մարմնում։ Այժմ կանչենք այդ ֆունկցիան։ Առաջին օրինակում տեսնում ենք, կանչում ենք 50 արժեքով, երկրորդ օրինակում տեսնում ենք, որ մենք age փոփոխականին որևէ արժեք չենք վերագրում։ Երբ որ աշխատացնենք ծրագիրը, մենք կունենանք առաջին օրինակի համար Միկի 50, երկրորդ օրինակի համար Միկի 35, որովհետև արդեն այստեղ լռելիությամբ արժեքն է վերցնում։ Փոփոխականի երկարությունից կախված արգումենտներ։ Երբեմն անհրաժեշտ է լինում ֆունկցիային փոխանցել ավելի շատ արգումենտներ, քան տրված է նրա հայտարարության մեջ։
Այդպիսի արգումենտները կոչվում են փոփոխականի երկարությունից կախված արգումենտներ և անհրաժեշտություն չկա նրանց հատ-հատ անուններով հայտարարել ֆունկցիայի սահմանման մեջ, ինչպես պահանջվող կամ լռությամբ արգումենտների դեպքում։ Տեսնենք, թե ինչպես է դա արվում։ Այստեղ տեսնում ենք ֆորմալ արգումենտներ, աստղանիշ նշանը դրվում է փոփոխականի անունից առաջ, որը պահելու է իր մեջ ոչ բանալի բառով արգումենտներ։ Այն իրենից ներկայացնում է հավաքածու, tuple, և դատարկ է, եթե լրացուցիչ արգումենտներ չեն փոխանցվել ֆունկցիայի կանչի մեջ։ Դիտարկենք հստակ օրինակի վրա։ Ունենք print.info ֆունկցիան, որը ստանում է arg1 և var tuple։ Այն տպում է իրեն փոխանցված արգումենտները։ Տպում է arg1-ը և տեսնում ենք for-ով var tuple-ի բոլոր տարրերը տպում է։ Այժմ կանչենք այն։ Առաջին օրինակում կկանչենք 10 արժեքով, երկրորդ օրինակում կկանչենք 70, 60, 50 tuple-ով։ Երբ որ աշխատացնենք, արդյունքում կունենանք առաջին դեպքի համար output is 10, երկրորդ դեպքի համար output is 70, 60, 50, ինչպես որ փոխանցել էինք։ Վերադարձվող արժեք return հայտարարություն։ Return օպերատորի միջոցով ելնում ենք ֆունկցիայից, իսկ expression-ը, որը կարող է լինել, կարող է և չլինել, դա վերադարձվող արժեքներ։ Վերևի բոլոր օրինակներում ֆունկցիաները չեն վերադարձնում ոչինչ, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է վերադարձնել ինչ-որ արժեք։ Դիտենք օրինակը։ Ունենք այստեղ sum ֆունկցիան, որը հաշվում է իր արգումենտների գումարը և վերադարձնում է այն։ Այժմ կանչենք այն։ Այստեղ տեսնում ենք, որ գումարի արժեքը տպում է և ֆունկցիայի մեջ, և ֆունկցիայից դուրս, և մենք կունենանք 10 և 20 թվերի գումարը 30։ Փոփոխականների տեսանելիության տիրույթ։ Ոչ բոլոր փոփոխականներն են հասանելի ծրագրի ցանկացած տիրույթում։ Դա կախված է նրանից, թե որտեղ են հայտարարված փոփոխականները։ Փոփոխականների տեսանելիության տիրույթը դա կոդի այն հատվածն է, որտեղից կարելի է դիմել այդ փոփոխականին։ Python-ում կան երկու տիպի փոփոխականներ՝ գլոբալ և լոկալ։ Գլոբալ և լոկալ փոփոխականները ֆունկցիայում։ Փոփոխականները, որոնք սահմանված են ֆունկցիայի մարմնի մեջ, ունեն լոկալ տեսանելիության տիրույթ և կոչվում են լոկալ փոփոխականներ, իսկ ֆունկցիայից դուրս սահմանված փոփոխականները ունեն գլոբալ տեսանելիության տիրույթ և կոչվում են գլոբալ փոփոխականներ։ Սա նշանակում է, որ լոկալ փոփոխականները հասանելի են միայն այն ֆունկցիայի մարմնի մեջ, որում հայտարարվել են, այնինչ գլոբալ փոփոխականները հասանելի են կոդի ցանկացած հատվածում, այդ թվում նաև ֆունկցիաների մեջ։ Դիտենք օրինակով։ Այստեղ ունենք total գլոբալ փոփոխականը, որին վերագրված է 0։ Ունենք ֆունկցիա sum։ Total-ին վերագրված է arg1 և arg2 թվերի գումարը, և այստեղ տպվում է total-ի արժեքը։ Այժմ կանչենք այդ ֆունկցիան 10 և 20 թվերով և աշխատացնենք։ Մենք տեսնում ենք, որ ֆունկցիայի մարմնում total-ի արժեքը 30 է, իսկ ֆունկցիայի մարմնից դուրս total-ի արժեքը 0 է, որովհետև այդ գլոբալ փոփոխականը ֆունկցիայի մարմնում չի փոխվել։ Այնտեղ օգտագործվել է լոկալ, իր սեփական total փոփոխականը։